Հայաստանի եւ Ֆրանսիայի եռագույնները, երկլեզու ողջույններ, երախտիկի խոսքեր ու գրկախառնություններ, Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ու Օվեն Ռոնալդ շրջանի մի քանի քաղաքապետեր քաջարանում էին ֆրանկոֆոն կենտրոնի պաշտոնական բացումներ։ Երբ Ֆրանսիան ներգրավում է Հայաստանի կողքին կանգնելու որևէ ծրագրում, ներգրավում է մինչև վերջ։ Այս դեպքում կարելի է ասել, որ երբ Օվեն Ռոնալդը ներգրավում է Սյունիքյան ծրագրերում, մինչև վերջ գնում է։ Կենտրոնի ստեղծումից ամիսներ անց մենք այստեղ ենք։ Տեսնում ենք սարքավորումները, երեխաներին, որոնք շահառուներն են այս կենտրոնի։ Տեսնում ենք մասնագետների եւ ուսուցիչների հիասքանչ աշխատանքը։ Սա ապացույց է, որ Օվեն Ռոնալդ ռեգիոնը Սյունիքի կողքին է, քանի որ խոստումները, որ հնչել են Հայաստանի համար ծանր օրերին, չեն մոռացվել։ Կենտրոնի աշխատանքները մեկնարկել են հունվարից։ 85 քաջարանցի պարտաճանաչ հաճախում է ֆրանսերենի դասերի։ Հիմնականում երեխաներ են, բայց մեծահասակների շրջանում էլ հետաքրքրությունը մեծ է։ Ինտոնացիոնի վրա եմ շատ աշխատում, ուզում եմ, որ ճիշտ ֆրանսերեն ինտոնացիա ունենան երեխաները, շատ ուզում եմ, որ չկենտրոնանան կոնկրետ քերականության կամ բառապաշարի վրա, այլ հենց բանավոր խոսքի վրա, որ կարողանան արտահայտվել, եթե ունենանք ֆրանսիացի վոլոնտերներ, կարողանան նրանց հետ շփվել ու ամենակարևորը չվախենան այդ օտար լեզվով շփվելուց։ Ամբիոնից հնչեղ ֆրանսերենով մեր հեռուստադիտողների համար հայերեն Մարինե Ղահրամանյանը կրկնում է. ամենաարդյունավետ եւ երաշխավորված ներդրումը կրթության ոլորտի ֆինանսավորումն է։ Մի ոլորտ, որը շատ հետաքրքիր կլինի հենց կոմբինատի համար, դա միջին մասնագիտական կրթության զարգացնելը, քանի որ Ֆրանսիան ունի բավականին հարուստ փորձ եւ այսօր կոմբինատի առաջնահերթ ուղղություններից մեկը դա ստեղծել մի հաստատություն, որը կարողանա տա այդ կրթությունը եւ մենք ունենանք որակավորվում ստացած բանվորներ, փականագործներ, առասանողներ։ Պաշտոնական մասից հետո Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ու Օվեն Ռոնալդ շրջանի քաղաքապետերը շրջեցին քաջարանի մշակույթի կենտրոնում։ Առանց խոստումների հանքագործների քաղաքից չհեռացան։ Շատ բաներ են սպասվում, նոր մի քիչ առաջ մեր պարոն դեսպանի հետ համաձայնության եկանք բանավոր, որ հաջորդ տարի 2027 թվականին մեծ կինոփառատոն կլինի Քաջարան մշակույթի պալատում։ Հայ-ֆրանսիական բարեկամության այս ջերմ օրինակը ցանկալի է, որ տարածվի բոլոր մարզերում ու բոլոր համայնքներում, ասում են հյուրերը հավաստիացնում։ Ֆրանսիայում հայերը հրաշալի համբավ ունեն։ Ֆրանսիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների մեջ Հայաստանի անկախությունից հետո ստեղծվել են քույր քաղաքներ։ Սակայն առաջին անգամ է, որ ստեղծվում է քույր քաղաքների համակարգ, այսինքն որ երկու մարզեր, որոնք են Օվեն Ռոնալդը եւ Սյունիքը, քույր մարզեր են դառնում եւ այդ մարզերի ներսում գտնվող քաղաքներն էլ Սյունիքի դեպքում բոլոր քաղաքները, այսինքն 7 քաղաքները Սյունիքի ձեռք են բերում քույր քաղաքներ Օվեն Ռոնալդում եւ դրա արդյունքում սկսում են բոլորով միասին աշխատել, որպեսզի ծրագրերը լինեն ավելի կառուցողական, ծրագրերը ավելի լինեն տեսանելի եւ ավելի կոնկրետ։ Alors le sentiment des Français envers les Arméniens Ֆրանսիացիների մոտեցումն ու վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ արտահայտվում է նաև մեր ներկայությամբ։ Արդեն երրորդ անգամ ենք գալիս Սյունիք, ընդամենը 1.5 տարվա համագործակցության ընթացքում։ Դուք նաև ականատեսն էիք նախագահ Մակրոնի այցին Հայաստան։ Մեծ հաշվով ֆրանսիացիների վերաբերմունքը հայերի նկատմամբ շատ դրական է։ Կարելի է ասել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, իսկ մեր բարեկամությունը Սյունիքի համայնքապետերի հետ պարզ մարդկային բարեկամություն է։ Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ այցելեցին նաև Փուխրուտի ու Քրդիկանցի եկեղեցիներ։ Տիգրանուհի Բադալյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։